համեցեք պարոն Պապոյան, բայց եկեք այնց անենք, այսօր նիստը ավարտվի։ Շատ կարճ, պարոն վարչապետ, ես իմ կարծիքով ձեր դիտարկումների հետ համաձայն եմ, որ կրթության հետ կապված հարցեր կան, նաև քրեական մշակույթի եւ այլ հարցերի հետ կապված, բայց ըստ էության ուղղակի չի ուզենա անարձագանք թողնել, որ մեր գործընկերների դեպքում իմ կարծիքով խտրականությունը, եթե պետկառավարության տեսանկյունից նայենք կամ հասարակության մեջ, տնտեսության մեջ եւ կառավարության տեսանկյունից, մենք իրականության մեջ չունենք այդպիսի խտրականություն եւ մի օրինակ բերեմ, երբ որ մենք խոսում ենք ռեկտրի մասին եւ ասում ենք, որ 100 տարի չի եղել, հիմա կին է, այ հենց դա նրա մասին է, որ մենք չունենք հիմա խտրականություն։ Երբ որ մենք ասում ենք, որ էկոնոմիկայի նախարարության աշխատողների 70%-ը կանայք են եւ վարչության պետերի 70%-ը կանայք են, դա խոսում է ասեք, պարոն Պապոյան, մենք էլ ասում ենք, որտեղից է ձեր բանը դիտանկյունը հարցը, ինչպես ասում են, ձեր տառապանքը փորձ ունի, դրա համար եք տենց ասում։ 70% աշխատողների կանայք են, վարչության պետերի 70%-ը կանայք են, փոխնախարար կոմիտեի ղեկավար 70%-ը կանայք են։ Այսինքն այդ պրոպորցիան պահպանված է։ Այնպես չի, որ կանայք միայն գլխավոր մասնագետ ու ավագ մասնագետ են։ Կանայք նաև վարչության պետեր են, փոխնախարար են եւ այսպես շարունակ։ Պարոն, դրա համար ասացի, պետքա հիմնական հասկացությունների ճշգրտում անել, որպեսզի մենք նույն բանը հասկանանք եւ խտրականություն ասելիս, եւ բռնություն ասելիս, եւ հավասար հնարավորություններ ասելիս, որովհետեւ այո, շատ դեպքերում ստեղից է պետք սկսել ինչ նկատի ունենք խտրականություն ասելով, բայց դա էլ ասենք, հիմա եթե դուք օրինակն եք բերում, եկեք նաև արձանագրենք այն փոփոխությունը, որ մեր հանրության մեջ տեղի է ունենում։ Հիմա ասենք մեքենա վարող կանայք, ես չգիտեմ քանի տոկոս են, բայց եթե առաջ վեր կթռնեինք բանում մեքենա վարող կին տեսնելիս եւ վեր էինք թռնում, հիմա դա շատ սովորական երևույթ է, որ նորմալ է ու լավ է, որ նորմալ այդպիսի երևույթ է։ Եվ եթե նույն տնտեսական ակտիվության առումով հիմա շատ բիզնեսներ կան, որ հենց կանայք հիմնադրում են, կանայք ղեկավարում են, բայց դա չի նշանակում, որ խնդրեմը լուծված է, որովհետև եթե խնդիրը առանձին վերցրած էկոնոմիկայի նախարարության կամ որևէ մի կառույցի մեջ չի, խնդիրը ընդհանուր առմամբ այն վիճակագրության մեջ է, որ Տիկին Ստեփանյանը բերեց։ Բնակչության մեծամասնությունը 52%-ը կանայք են, աշխատողների քանի տոկոսը Տիկին Ստեփանյան, 30 կամ 40%-ն են կանայք եւ այդտեղ խնդիր կա։ Բայց մյուս կողմից ամենաբարձր վարձատրվող սեկտորի, IT սեկտորի կանայք 40+ են։ Այսինքն այստեղ հարցեր կա, որ պետք է պարզաբանվի, բայց կարծում եմ իսկապես այս քննարկումը շատ կարեւոր է, որովհետեւ բոլոր քննարկումները չէ, օրինակ պետք է բերեն վերջնական արդյունքի, սա մտքեր են, որ մենք մտածում ենք հանրություններն ինչ որ չափով հաղորդակցվում այս խնդրի հետ եւ այս քննարկումը մենք մեզ հետ պետք է տանենք եւ հետագա մեր աշխատանքի ընթացքում անպայման կարտահայտվի։ Շատ լավ, խնդրեմ ամեն դեպքում, եթե կան լրացուցիչ մտքեր, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, եթե կարելի է ես հնչեցնեմ այդ գենդերային հավասարության սահմանումը, որի հեղինակը շվեդուհի Բրիգիտա Հետմանն է, ՄԱԿ-ից։ Բրիգիտա Հետմանը 99 թվականին մեզ օժանդակեց, որ առաջին գենդերային գրքույկը մենք հրապարակենք եւ ինքը ինչպես էր բացատրում գենդերային հավասարությունը։ Բերում էր տարբերությունների տեսությունը, այնքանով որքանով մեզանից յուրաքանչյուրը ֆիզիկապես նույնական չէ, այդքանով էլ գոյություն ունեն տարբերություններ։ Նրանք ոչ միայն սեռատարիքային են, ազգային, կրոնական, այլև հաճելի տհաճ, տանելի, անտանելի, բայց եթե չլինեն տարբերություններ, հնարավոր չի լինի նաև ընդհանրություններ ձևավորել։ Եվ խնդիրը կայանում է նրանում, որ ընդհանրությունները ըստ տարբեր սեռերի իրենց առանձնահատկություններով պետք է ձևավորեն, իր բացատրությունն եմ ես ասում։ Եվ դրա հիման վրա գենդերային այսպես կոչված հավասարությունը ինքնին մաթեմատիկական հավասարում չէ, այլ տարբեր սեռերի առանձնահատուկ իրավունքների, պարտականությունների եւ պատասխանատվությունների իրավազորությունների ներդաշնակեցումն է, ըստ Բրիգիտա Հետմանի։ Շնորհակալություն։ Ես եթե ինձ հիշողությունս չի տաղաջանում, պարոն Գրիգորյան, Տիկին Ստեփանյան,
Այդ միջազգային բան կա, ցուցանիշ կա գենդերային ճեղքի մասին եւ վերջին տարիներին արձանագրված է, որ մենք այդտեղ լրջագույն բան դրական փոփոխություններ են, ճիշտ եմ հիշում Տիկին Ստեփանյան։ Ճիշտ եք հիշում, պարոն վարչապետ, խոսքը գնում է համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ գենդերային ճեղքվածք զեկույցի երկրների դասակարգմանը 24 թվականի դասակարգման համաձայն 146 երկրների շարքում Հայաստանը 64-րդն է, օրինակ 22 թվականին մենք եղել ենք 89-րդը, շատ կարճ բացատրեմ, թե այս բանաձևը ինչպես է ձևավորվում, ինքը ունի 4 հիմնական բաղադրիչ, դրանք տնտեսական մասնակցությունն է կանանց աշխատուժում եւ աշխատաշուկայում, կրթական ցենզը, առողջապահական ծառայությունների հասանելիությունը եւ կանանց մահացությունը վերարտադրողական գործընթացի ֆունկցիայի ժամանակ եւ քաղաքական հզորացումը։ Ուզում եմ այստեղ հատուկ շեշտադրել նաեւ, որ Հայաստանը մինչեւ 1 բալային սանդղակում մենք ունենք 0.721 հազարորդական նիշ եւ Հայաստանը ավանդաբար ամենաբարձր միավորները հավաքում է կրթական, առողջապահական ցենզերում, մինչդեռ տնտեսական մասնակցության եւ քաղաքական մասնակցության կտորներում մենք ավելի ցածր ցուցանիշներ ենք ունենում։ Կներեք, բայց քաղաքական մասնակցության կտորներում են մենք նույն ընտրական օրենսգրքում ենք էական փոփոխություններ անում։ Կուսակցությունների մասին օրենսդրության մեջ ենք փոփոխություններ արել։ Այսինքն նկատի ունեմ, այնպես չի, որ մենք լճացած վիճակում ենք, մենք որովհետև այդտեղ էլ առաջընթաց ունենք, եթե թույլ կտաք, հիմա եթե քվոտավորումից հետո 20 թվականի ազգային ժողովի պատգամավորների հարաբերակցությունը կին եւ տղամարդ 36.4 արդեն կանայք են, ապա համեմատության համար ասեմ, որ մինչեւ քվոտավորման կիրառումը դա ընդամենը 18% է եղել։ Եվ նույնը արդեն այո, եւ նույնը արդեն տիմում որոշակի առաջընթաց ունենք։ Շատ լավ, խնդրեմ Տիկին Գալյան։ Շնորհակալություն։ Խտրականության մասին երբ խոսում ենք, իրականում իմ պատկերացումը հետևյալն է, որ խտրականության ձևակերպումը, որը գոյություն ունի աշխարհում, մենք պետք է ուղղակի ճիշտ փորձ ենք ընկալել եւ չնույնացնենք դա օրինակ բռնության կամ այլ երևույթների հետ։ Խտրականությունը չհիմնավորված, տարբերակված վերաբերմունքն է մարդկանց նկատմամբ, պայմանավորված նրանց որոշակի հատկանիշներով։ Եվ այդ հատկանիշները շատ տարբեր են։ Մենք այստեղ խոսեցինք գենդերային հատկանիշի մասին միայն, բայց խտրականությունը այսօր մեր երկրում կա նաև պայմանավորված այլ հատկանիշներով, օրինակ տարիքով, օրինակ կողմնորոշումով, գաղափարով, այդ թվում նաև սեռական կողմնորոշումով եւ այլն։ Եվ այս հարցի հետ կապված ուզում եմ ուղղակի իրազեկել մեր գործընկերներին, որ Արդարադատության նախարարությունը մշակում է իրավահավասարության եւ խտրականության արգելքի առանձին ռազմավարություն, որը թիրախավորում է բոլոր հատկանիշները եւ պաշտպանում է բոլոր անձանց խտրականությունից։ Ինչ վերաբերում է բռնությանը, ապա պարոն Միրզոյանը քանի որ շեշտադրեց այդ հանգամանքը, ես ուզում եմ նշել, որ իմ կարծիքով ընտանեկան բռնության պատճառը ոչ թե խտրականությունն է, այսինքն ոչ թե այն է, որ բռնություն գործադրվում է մարդու նկատմամբ, որովհետև նա կին է, այլ նրա համար, որ նա իր կինն է, այսինքն այդ ամուսնու կինն է, այսինքն այստեղ չէ, խնդիրը այլ է, այսինքն եթե Չէ, ուզում եմ ասել, որ ընտանեկան բռնության հասկացությունը եւ իրադրությունը փոքրինչ այլ է եւ ես դա խտրականության արգելքի ներքո այդքան էլ չէի դիտարկի ու պետությունը այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր է ձեռնարկել։ Մենք նախորդ նիստերի ընթացքում էլ լսել ենք բռնության զոհերի պաշտպանության հետ կապված, բռնարարների հետ աշխատանքի հետ կապված քայլերի մասին մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք։ Խնդրեմ Տիկին Մանես։ Ես շատ կարճ էլի ստիպված եմ ուղղակի արձագանքել այս քննարկման համատեքստում հատուկ արձանագրելով, որ իրականում գենդերային հիմքով բռնությունը շատ դեպքերում հենց գենդերային հավասարության հետ կապված խնդիրների արդյունք է եւ դիտարկվում է դրա համատեքստում, որովհետեւ ի սկզբանե խոսեցինք այն մասին, որ ընտանեկան բռնությունը նաեւ կառավարության տղամարդ գործընկերները հիշատակեցին, որ ընտանեկան բռնությունը չի սահմանափակվում բացառապես ֆիզիկական բռնությամբ եւ հատկապես օրինակ տնտեսական բռնության տեսակները, նաեւ հոգեբանական բռնության տեսակները հենց խտրական
քննարկական միջավայրի արկայության արդյունք են եւ այս առումով իրապես շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք այս բոլոր երևույթները համադրված միմյանց հետ պարալել զարգացնելով եւ հաղթահարելով դրանց ուղղությամբ աշխատանքներ իրականացնել եւ նաեւ գենդերային հավասարությունը, այո, չպետք է սահմանափակել բացառապես տղամարդկանց եւ կանանց միջև հավասարությամբ եւ նաեւ գենդերային ինքնության եւ այլ հիմքերով խտրականություն, այդ թվում գենդերային հիմքով բռնությունը եւս դիտարկվում է որպես այս ոլորտի, այսպես ասած, կարևորագույն ասպեկտ, որը պետք է թիրախավորել։ Շնորհակալ եմ։ Ընտրեմ Տիկին Բաղդասարյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, իրականում քննարկման ընթացքում խտրականության տարբեր դրսևորումների մասին խոսեցինք, բայց կանայք եւ աղջիկները խտրական վերաբերմունքին վերաբերվում են դեռ չծնված, որտեղ սեռով պայմանավորված արհեստական հղիության ընդհատումների առյուծի բաժինը ընկնում է հենց աղջիկներին, այսինքն այդ աղջիկը իրավունք չունի ծնվելու, ուր մնաց սովորելու ու աշխատելու, այդ թվում էկոնոմիկայի նախարարությունում։ Շնորհակալություն։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ այդտեղ էլ ցավոք Հայաստանը էլի զեկույցներում որ կարդում ենք շատ ահավոր ազդակա դա, որովհետև էլի բացատրության դժվար տրվող, բայց իսկապես երբ որ գիտակցում ենք, թե ինչ է տեղի ունենում, դա իսկապես սարսափելի բան է։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, հասկանում եմ, որ թեման չափազանց կարևոր եւ զգայուն է եւ կարող ենք շատ երկար քննարկել եւ դեռ առիթներ կունենանք իհարկե քննարկելու եւ կարծում եմ, որ հնչած բոլոր մտքերը շատ արժեքավոր են, որովհետեւ իրենք այնուամենայնիվ վեր են հանում այն խնդիրները, ուղղությունները, ձևակերպումները եւ ենթաթեմաները, որոնք արկային եւ արժան են քննարկման եւ լուծման։ Առաջարկում եմ քվեարկել, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Իհարկե հույս ունեմ նաեւ, որ միջոցառումների ծրագիրը նաեւ քննարկելու, դա էլ է կառավարության որոշմամբ հաստատվելու, հա։ Դե ուրեմն առնվազն այդ նիստում էլ այս քննարկումը կշարունակենք։ Արդեն հաստատվել։ Հասա ռազմավարությունը չէր, այլ եւ ծրագիրներ, հա, շատ